Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում։ Նազենի Հովհաննիսյանը ոչ միայն ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում հրապարակում է իր անձնական լուսանկարները, այլ նաև դրանց կցում է իր մտքերը։ Նա խոսում է բոլորային հարցերի մասին, որոնք իրեն անհանգստացնում են և անհապաղ լուծման կարիք են ստանում։ Նազենի Հովհաննիսյանը վերջին օրերի ընթացքում գտնվում է Ստավրոպոլում, որտեղից էլ բացառիկ տեսանյութեր է հրապարակել։ Հոլովակներից մեկում նա պատմում է նաև այն մասին, որ ընկել է ոլորել ու վնասել ոտքը։ Դերասանուհին նաև ներկայացրել է իր առօրյան ու հանգիստը։ Հոլովակը ներկայացնում ենք ձեզ։ Այսօր Ստավրոպոլում շատ հարևային թեթև անպամացությամբ հաճելի եղանակ է, բայց այս արևին չխաբվեք, որովհետև սառնոտ է քամին այս տարածքին, տարածաշրջանի բնորոշ սառնությամբ, եւ դա շատ հաճելի է, հետո մտքերից սառեցնում է։ Ես երեք շատ սիրուն էլեգանտ ընկա սրահի մեջտեղում չեմ քիչ ծայրից եւ ոտքս անդուր բոլորել եմ։ Հիմա հագել եմ քիչ թե շատ հարմար կոշիկ, չգիտեմ բոլորած ոտքի դեպքում հարմարը որն է եւ ուզում եմ ասել ֆուտբոլիստներին ոնց եք դուք անում, որ ձեր ոտքերը չեք ոլորում, իսկ ոնց եք հետո հետ բերում, եթե ոլորում եք, որտեղ Կարկուտի ծեծած տեղը արդեն տեղ է արել եւ ես հայտնեմ ոտքս բոլորում եմ։ Բա այդպեսի տխուր բաներ։ Ես բարի բանը տրակտորչիկ, փոշը հավաքվել։ Ու տեսեք, դրա համար ամբողջ Ստավրոպոլում մի հատ փոշոհատիկ չկա։ Ես էլ ասում եմ, ես ոնց ասեն շինարարում են, բայց փոշի չկա, բարձրան չեն շինարարում։ Մարդիկ փոշի են մաքրում։ Այս կանաչության մեջ դեռ փոշի եմ այդքան բան։ Փորձում ենք Լուսինեի հետ գտնել Ստավրոպոլի կենտրոնում ինչ-որ մի բան, որով զբաղվենք, մինչև որ ներս կարճվի եւ վաղը վերադառնանք։ Բայց մինչև այդ բացեցի ու տեսա, ասենք, փետրվարից կամ անցյալ տարվանից ագրեսիվ գրող ինչ-որ ոմնի, որ որոշել էր ինձ սովորեցնել ես ինչ ասեմ, ինչպես խոսեմ եւ ինչ խոսեմ։ Ուզում եմ ասել նորից ու կրկին, հարգելիներս շակերտների մեջ։ Եկեք սկսենք ընդհանրապես գրելու ձեր տառերից։ Հայոց լեզուն հազարամյա պատմությամբ իր մեզ տվել է հայերեն գիրը։ Բարի եղեք անցեք հայատարի նախ։ Երկրորդ, եթե դուք չեք տեսել ու չգիտեք, թե ես ինչ եմ խոսում, ինչպես եմ խոսում, ինչ եմ անում, ինչպես եմ վարվում եւ ոնց եմ ապրում, դա ձեր խնդիրն է, ոչ թե իմ։ Եվ երրորդ, որևէ բան ասելուց առաջ մտածեք նորից։ Ճիշտ ասած, կանգառում նստած սպասում եմ, որ գա համար 11 տրոլեյբուսը, նոր մեկը անցավ, չհասցրեցի հետևից, քանի որ ոտքս ոլորված է, չեմ կարողանում արագ վազել։ Առանձին տաքսիստները գալիս առաջարկում են կողքի աղջիկներին տաքսի նստել, մի հատ լավ ձեդոյա, պաչիկ։ Էն էլ արդեն մենք սպասում ենք տրոլեյբուսի, չենք կարող, թե չէ սիրով օգտվենք նրա ծառայություններից։ Շատ լավ ցուրտ եղանակ է, բայց դա լավ է։ Ոտքս սառչում է, շատ չեմ զգում, որ ցավում է։ Ինձ արդեն գրում են Ստավրոպոլցի մեր շատ հաճելի ջերմ հայրենակիցները, գրում են, որ այստեղ քիչ վերև, մի քանի մետր վերև կամ մի քանի կիլոմետր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հայկական եկեղեցին եւ այստեղ կա պարզում է նաեւ Մայրիկ ռեստորան, որտեղ հայության կարոտն առնում են տեղի հայերը։ Այստեղ կա նաեւ էլի քիչ վերև շատ յուրահատուկ վայր, որը եղել է սկզբանե հայկական թաղամասը 1800-ականներից այստեղ հաստատված հայերով։ Մի խոսքով ցավում եմ, որ on-line տիրույթում չկա այն ամբողջ տեղեկությունը, որը շատ դեպքերում ստանում ես սրտացավ հայ մնացած հայերից, որոնք ապրում են օտար հողերում։ Երևի այդ հարցում մենք շատ թերացել ենք, ինչպես նաև այլ հարցերում։ Այդպիսի բաներ։ Ես շրջապատված եմ ռուսներով։ Շատ կոկիկ կանգառ։
Այս կանգարը, տեսնում եք, ապակիներով բլոկավորած է եւ դա շատ հարմար է, որովհետեւ քամուց պաշտպանում է։ Տեղի ծխական բաներն են, կանգառներն են։ Էլ ինչ պատմեմ ձեզ։ Այսօր տոն է, տոն հիրավի, մայիսի 1-ն է, եւ մինչեւ մայիսի 4-ը այս մարդիկ հանգստանում են։ Ով աշխատի, ով ուտի։ Հենց այդքան։ Հիմա ես արդեն չգիտեմ ինչ անել։ Մենք գտնվում ենք այս կենտրոնում։ Վերջը նորմալ, սիրուն, մաքուր, շատ մաքուր քաղաք Ստավրոպոլում, շատ սիրուն հայությամբ, որոնց որ ես տեսա, շատ խաղաղ երիտասարդներով, ոչ հայ, շատ խաղաղ, առանց ավելորդությունների, չափված, ձևված, կոկիկ, թեթև հագնված, չեն մրսում նրանք, այդքանը այս անգամվա մասին։ Դե նստեցինք տեղի ծխական տրոլեյբուսը, под прикрытием такси. Մի շքեղ կին եմ ես տանում։ Մի շքեղ կին եմ ես տանում։ Շատ մոտ մեքենա է, կներեք, ինձ թվում է ինքը մեզ վերջում ինչ-որ բան է։ Ջիմ Ջարմուշի ֆիլմերից է այս պերսոնաժը, մեզ վերջում կծելու է։ Ու տիտրերում գրեն «Выживают только влюбленные». Սուր եղունգներով երկար։ Այ այս մատանուս պես, սրա ավելի շատ է։ Կներեք, էլի որ մութ է։ Դե արդեն ահա։ Եվ ինչ վրա կանգառա։ Դե այն ազգից է, որ երբեք չեն ծերանում, հասկացաք։ Заходит вот так вот, и более-менее такой свежий воздух. Я просто в маечке сижу, поэтому мне оно как-то это... Ну, вам теплее, потом вы молодая. Да, поэтому... Не, ну сейчас нормально. Сколько вам лет? Сейчас комфортно. Мне 39. Вот видите, совсем молодая. Почему мужик? 39. Молодая девушка. Красивая. Кровь бежит. Спасибо. Ну, ногти шикарные просто. Обалдеть. Спасибо. Вот у меня девочка делала, у нее салон свой. Слышно, да? Да, у нее свой салон. Обалдеть. И она А как вы так модель дома меня. работаете? Все делаю Все абсолютно. делаете, да? Единственное, что вот сегодня вот сломала. Где? И вот этот вчера, когда машину мыла. Вы моете машину? Я брат. Суперская. Я брата отправляла, он меня попросил, говорит, пожалуйста, говорит, не успеваю ничего, но я решила сама помыть машину. Вот бы нам такую сестру, чтобы машину еще И что мыла. самое интересное, нет, ну я с Керхера мыла, естественно.